Մեր ամենամեծ խնդրեմը մեր մեծամտությունն է եղել։ Գլսեք ինձանից ամենաօբյեկտիվ կարծիք։ Ինչ պետք է իմանալ դատախազությունը, որ մինչև հիմա չգիտեր։ Բայց մենք դի չթերանայինք։ Բանակը դի պատրաստ լիներ։ Փող հանձնելը որոշումով չի։ Հիմա էլ մեզ են մեղադրում որպես փոխանցող։ Մենք փոխանցող չենք։ Ինչ հասցրեց ձեր իշխանությունը անել բանակի բարեփոխումների հետ կապված։ Անդադ այդ անցքը լցնելու համար չպատրաստված խմբեր էր ուղարկում եւ ինքը վերջահաշվարկում ուզեր թե չուզեր դառնալու էր թնդանոթին։ Իսկ 25 օրյա հավաքները ոչ թե անցքեր փակելու համար է, այլ մոբիլիզացիոն ռեսուրս կառուցելու համար է, որը չենք ունեցել։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Ես նախ առաջ անգամ եմ հետքի տաղավարում։ Շատ ուրախ ենք, որ Ես եմ ուրախ, որ այստեղ եմ, նշանակում է հետքի գործունեությունը միշտ ինձ հետաքրել է եւ կարծում եմ, որ ոչ միայն լրատվական դաշտում, այլ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ ձեր արած աշխատանքը ես միշտ գնահատել եմ շատ բարձր։ Շնորհակալ եմ շատ, բայց եկեք ձեր արած աշխատանքից խոսենք։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը 2022-ին ստեղծվեց, աշխատեցիք դրա վրա երկար ժամանակ եւ վրան գրեցիք հույժ գախնի, տարակ դրեցիք, դուք ուղարկեցիք ազգային ժողովի նախագահին եւ վերջն արդյունքում հայտնվեց արխիվում եւ հանրությունը չիմացավ ոչ մի բան։ Հիմա եթե դուք ասել եք, որ դա շատ կարևոր զեկույց էր, հիմա ի՞նչն է ձեզ խանգարում հրապարակել այն մասը, որը հրապարակման ենթակա էր, ասուլիսների հարցազրույցների ֆորմատով հանրությանը ներկայացնել, որովհետև կարծում եմ բոլորս ուզում ենք իմանանք ի վերջո ինչու պարտվեցինք, որոնք էին այդ պարտության պատճառները։ Հարցադրումները միշտ մեզ ուղեկցելու են, որովհետև քննիչ հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի այդ հարցերի պատասխանը գտներ։ Ինչքանով է գտել, դա ժամանակը ցույց կտա, բայց որ շատ բաներ գտնվել է եւ արձանագրվել է, ավելին վերլուծվել եւ դարձել է զեկույց, դա բազմիցս հայտարարել եմ եւ գոյություն ունեցող համարական կանոնակարգ օրենքի ընթացակարգերը շարժվել եմ եւ բնականաբար ճիշտ նշեցիք, ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին, որից հետո ըստ ընթացակարգի իրավական իմ պատկերացմամբ եւ մեր աշխատանքային խմբերի պատկերացմամբ նա պետք է գնար լիագումար նիստ։ Հիմա կանոնակարգ օրենքում կար մի դրույթ, որը այդպես էլ վիճելի էր, բայց եղել է նաև նախադեպ քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացնելու ժամանակ նույն ժամկետի հետ կապված, բայց դա հաղթարվել է, որտեղ այդ նախադեպով անժամանակ ազգային ժողովի նախագահը տվեց հնարավորություն, որպեսզի այդ խոչընդոտը հաղթարվի, այսինքն օրենսդիրը մեկնաբանությունը տվել է այդ դրույթի ժամկետի։ Եվ քանի որ մեր հանձնաժողովը պաշտպանության եւ անվտանգության ունի բացառիկ լիազորություններ, սահմանադրական լիազորություններով աշտված, մենք շարժվել ենք այդ տրամաբանությամբ, ստեղծել ենք, հավաքագրել ենք տրված ժամկետում այն տեղեկատվությունը, ինչ հնարավոր է եղել հավաքագրել եւ մնացած ժամանակը հանգիստ աշխատել ենք զեկույց ունենալու ուղղությամբ։ Մենք կարևորել ենք, որ որակյալ զեկույց պետք է ունենանք, որովհետեւ թերի զեկույցը առաջացնելու է արդեն հարցեր։ Դեռ հիմա պատկերացրեք, զեկույցը դեռ հանրությանը հասանելի չի, բայց արդեն բազմաթիվ հարցեր հնչում են։ Դա նշանակում է, որ զեկույցի նկատմամբ կան լուրջ սպասելիքներ։ Հիմա զեկույցը գտնվում է ոչ թե արխիվում, այլ առաջին բաժնում։ Արխիվ բառը ճիշտ չի ընտրված։ Առաջին բաժինը գաղտնի է, որտեղ ես եմ որոշել, թե ինչ գաղտնիության ռեժիմին է համապատասխանում զեկույցը։ Ասեմ, որ ես համարել եմ, որ դա շատ հույժ գաղտնի դրվագներ ունի եւ ունի ձեր նշած նաեւ ոչ գաղտնի հավելվածներ, որը կարելի է ժամանակի ընթացքում հանրությանը հասանելի դարձնել։ Ինչ է հիմա այս պահին տեղի ունենում։ Հիմա այս պահին քննիչ հանձնաժողովի մեր տարածքից մենք ազգային ժողովում ունենք հատուկ տարածք, հատուկ կահավորված եւ հատուկ պաշտպանված։ Դա հայտնի 330 սենյակն է, որը իր պաշտպանվածությամբ գուցե ամենապաշտպանված տարածքն է ազգային ժողովում եւ ոչ միայն ազգային ժողովում։ Պատկերացնում ինչ է նշանակում պաշտպանված, այսինքն արտաքին միջամտությունը չեզոքացրած վիճակը այս պահին, որ ինֆորմացիայի արտահոսքեր չլինի եւ նկատեցիք այս տարի ընթացքում որևէ ինֆորմացիայի արտահոսք որևէ ձև չի եղել։ Ինչ որ է, արխիվը շատ մեծ է, արխիվը մեծ, որպեսզի պատկերացնեք, մոտ 16000 փաստաթղթային նյութերի, տեսագրությունների, հարցաքննությունների, տեսագրությունների, ձայնագրությունների, աուդիո, վիդեո
ֆոտո, այդ սաղ ամբողջը հիմա մենք, քանի որ ինքը գաղտնիով եկել է, նույն ձև գաղտնիով պետք է գնա գաղտնի բաժին, դրվի զեկույցի տակը, որովհետև զեկույցը ընդամենը 200 էջ է, որը այդ ամբողջի հիմա վրա ձևավորվել է։ Հիմա որպեսզի մարդիկ ամբողջությամբ հասկանան ամեն գրածը հիմքում ինչ կա, նրանք պետք է նաև հնարավորություն ունենան ծանոթանան այդ փաստացի նյութերի հետ։ Այդ process-ն է գնում, որը կավարտվի, որից հետո Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ, Առաքելյան Դավիթի հետ մենք արդեն պլանավորել ենք, որ ավարտից հետո զեկույցը առաջնահերթ կգնան այն մարմիններին, որոնք պետք է դա լրջորեն կարդան, ուսումնասիրեն եւ հետևություններ անեն։ Առաջին հերթին պաշտպանական գերատեսչություն, ազգային անվտանգություն, արտաքին հետախուզություն, արտաքին գործերի նախարարություն, դատախազություն եւ այլն։ Չնայած դատախազություն նաեւ աշխատանքի ընթացքում ենք մի մեծ կտոր, ասա կա հակոթային պաշտպանական համակարգերի հետ կապված, երբ որ մենք նկատեցինք խայտարակ իրողություններ, ուղարկել ենք դատախազություն, կարծեմ 2 տարի առաջ եւ մինչեւ հիմա դեռ պատասխան չունենք։ Ինչ որ է, խնդիրը այդտեղ չի։ Խնդիրը որ զեկույցը կա եւ կարեւորը զեկույց ունենալն է, որովհետեւ նպատակը քննիչ հանձնաժողովներ ստեղծելու, ունենալ զեկույց, իսկ քանի որ ես բախտ եմ ունեցել 2 այդպիսի հանձնաժողովներ ղեկավարեմ քարորյա 2016 թվականին 44 օրը ես միշտ առաջնային տեղ եմ տվել որակյալ, հա, զեկույց, փաստարկված զեկույցներ ունենալու, որի հիմքերը ես նաև ունեցել եմ հնարավորություն ստեղծել մարտի 1-ի փաստավակ խմբի զեկույցները պատրաստելու ժամանակ։ Իսկ մենք լրագրողներս կարող ենք ծանոթանալ այդ զեկույցին, թեկուզ չհրապարակելու պայմանով։ Ասեմ ձեզ, իմ պատկերացումների մեջ տեղավորվում է, որպեսզի զեկույցի այն մասերը, որ հնարավոր է ծանոթանալ եւ պատկերացնեք մեր պարտությունների պատճառների մասին խորքային լրագրողները, որոնք ես պատկերացնում եմ այդպես, կունենան թույլտվության այդպիսի աստիճան, պետք է գտնել տարբերակ, որպեսզի իրենք էլ ունենան այդ զեկույցին ծանոթանալու հնարավորություն։ Ժամանակի ընթացքում բոլոր այսպիսի զեկույցները վերջի վերջո դառնում են հանրության սեփականությունը, բայց առաջին հերթին իրենք այս պահին կդառնան այն կառույցների սեփականությունը, որոնք զեկույցից բխող հետևություններ պետք է անեն։ Դուք ասում եք պետք է ուղարկել ես նյութերը դատախազություն, քննչական կոմիտե, բայց արդեն process արվում է, այս ասում եմ մեր քննիչ հանձնաժողովի արխիվը արդեն մեկ շաբաթից ավել է տեղափոխվում է գաղտնի բաժին։ Շատ լավ, բայց դատախազությունն ու քննչական կոմիտեն տարբեր դրվագներով 44-օրյա պատերազմի տասնյակ գործեր են քննել։ Տասնյակ չէ, հարյուրավոր եւ գուցե 1000-ից ավել 1000-ից մի քիչ ավել։ Շատ լավ, հազարավոր գործեր են քննել։ Հիմա ինչ նորություն է լինելու իրենց համար այդտեղ, էլի ինչ պետք է իմանալ դատախազությունը, որ մինչև հիմա չգիտեր։ Այնքան բաներ կա իմանալու։ Իրենք դրվագային քննություն են իրականացնում կոնկրետ սխալների, հրամանատարական սխալների, կիրառման պլանների խախտումների, այլ բազմաթիվ, բայց այստեղ կան բաներ, որը չէր կարող լիներ քննչական մարմինների ուշադրության կենտրոնում, այ հիմա կդառնա։ Իսկ հանրությունը ի վերջո կամ լավ, եթե ինչ որ մի օր զեկույցը հասանելի չի, ես կարծում եմ, որ եզրակացությունը հիմա կունենանք քննարկումներ, բայց չի ասում, որ ընթացակարգը պետք է պահպանվել։ Ընթացակարգը հիմա խախտված է, որտեղ ինքը լիագումարնից չի մտել։ Ինքը միանգամից գնացել է գաղտնի բաժին։ Եթե մտներ լիագումարնից, այնտեղ պարզ կերևար, որ կա եզրակացությունը հանրությանը ներկայացնելու հնարավորություն։ Իսկ եթե եզրակացությունը ներկայացնենք, պատճառները հասկանան, որտեղ եզրակացությունը նշանակում է հանգել ենք եզրահանգումներ, թե ինչի ենք պարտվել։ Ինչի ենք պարտվելու հիմքերը մենք բոլորը հավաքագրել ենք, ստեղծել ենք, վերլուծել ենք։ Այդ 45 կետը, երբ որ ես ընթերցեի, դրանից հետո պարզ կդառնար, որ դրա մեծ մասը պետք է ներկայացնել հանրությանը, որովհետեւ մենք հասկանանք մեր անցած ուղին մեզ տվել էր հնարավորություն լինել ավելի պաշտպանված եւ անվտանգ։ Ես կարծում եմ, որ այդ հարցերի պատասխանը մենք կարողացել ենք մեծամասամբ գտնենք եւ համաձայն եմ ձեր հետ պետք է ներկայացվի հանրությանը որոշակի մեծ դրվագներով, որ կտա այդ հարցերի պատասխանը։ Եվ այդ հարցերի պատասխանների բացակայությունն է, որ ով վերակենում խոսում է 44 օրյա պատերազմի մասին, սկսում է քաղաքական մեղադրանքները մեկի մյուսին։ Ասում եմ մենք լավն ենք, դուք չկարացաք, մենք չկարացանք, որովհետև բաներ, բայց ինչի չկարացանք եւ որ պայծ սկսվեց այդ չկարանալու գործընթացը, դա ամբողջությամբ ներառված է եւ քարորյայում եւ 44-օրյա։ Պարոն Քոչարյան, իսկ դուք կարողացել եք անաչառությունը պահել
տալ գնահատական ձեր իշխանության արած օրինակ բաց թողումներին, օրինակ, չգիտեմ, ինչ սխալներ է արել պաշտպանության նախարարությունը, կառավարությունը, արտաքին գործերի մի անգամից ասում եմ այո։ Մի մոռացեք, որ քննիչ հանձնաժողով եկել է նաև այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Զորաբ Մնացականյանը, պատահական է եկել։ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետը, Ասերյանը ներկայիս գլխավոր շտաբի պետը, Դավիթ Տոնոյանը, Հանրապետության վարչապետը։ Եվ ընդ որում ձեզ ասեմ, անաչառության մասին կարծիքներ պետքա ձևավորվի զեկույցը ամբողջությամբ հասանելի դառնալուց հետո նախ առաջին հերթին համապատասխան մարմինների, որտեղ իրենք երբ որ նայեն, տեսեք, կան падգամավորներ, որոնք ծանոթացել են, օրինակ Գեգամ Մանուկյանը, կարդալուց հետո շատ բան հասկացել, ասեմ ձեզ։ Լավ կներ, որ մասնակցեր եւ շատ բան ավելի լավ կհասկանար, բայց կարդալուց հետո ինքը տեսնում է ինչ որ բացահայտումներ, մեկ-մեկ էլ արտահայտվում է, բայց ինքը քաղաքական գործիչ է, ասում է, սա ատոմային ռումբ է, մեկ էլ մյուս բարբերությամբ ասում է դենտե բան չկար։ Բայց եթե բան չկար, ատոմային ռումբը որտեղ է։ Նույնը Տիգրան Աբրամյանը, ես կուզեի, որպեսզի նախ առաջերտին ազգային ժողովի падգամավորները ամբողջությամբ ծանոթանան եւ փաստարկված նյութերին եւ զեկույցին։ Զեկույցում եթե հարցեր են տեսնում, իրենք պետքա թերթեն այն, ինչ որ մենք 3 տարից մի քիչ ավել, մենք այդ ամբողջը խորությամբ ուսումնասիրել ենք։ Պարոն Քոչարյան, հիմա անդիմադիր падգամավորներին եք մեղադրում արժեզրկելու համար այս զեկույցի կարևորությունը, բայց օրինակ վարչապետը օրեր առաջ ասում էր 6 հատ նման հանձնաժողով էլ լինի, ինձնից շատ բան ասած չի լինի։ Հիմա ով է արժեզրկում այս հանձնաժողովի աշխատանքը։ Ճիշտ ասած չեմ հիշում, որ այդպիսի ձևակերպում ասեց, այդպիսի ձևակերպում։ Չի, ասեց ես ամենաշատ ինֆորմացիան տիրապետող համար 1 պաշտոնյան է, բա ով ունենար։ Բայց նաև վարչապետը ունեցել է հնարավորություն 10 ժամ այդ ինֆորմացիան մեզ փոխանցելու։ Ավելին, մենք էլ ունեցել ենք հնարավորություն մեր հարցադրումներով հավաքագրենք այն, ինչը որ տալու էր պատկերացում, թե մենք ինչի պարտվեցինք։ Օրինակ վարչապետին հարցրել եք, թե բանակցությունների արկա ձևաչափից շեղվելը կամ արդյոք եղել է շեղում թե չէ, մինչև 18 թվականը եւ Արցախի բանակցությունների օրակարգում նորից հետ բերելը, բանակցությունների սեղանի շուրջ հետ բերելու փորձերը ինչպես ազդեցին բանակցությունների տապալման վրա, օրինակ նման հարց եղել է թե չէ։ Եկեք չմտնենք այդ դաշտ, ընդհանրապես մի բան ասեմ։ Ամենաշատ շահարկվող բանակցային այդ process-ների մասին, որ իշխանությունները չհամաձայնվեցին ինչ որ առաջարկի առանց խորանալու թե ինչ առաջարկ էր։ Ռուսաստանի Դաշնության կողմից եղել առաջարկ։ Ես կարող եմ ասել, որ վարչապետը այդ պահին կայացրել է ճիշտ որոշում։ Չհամաձայնվելով 19 թվականի առաջարկին։ 19-ը 2019 թվականի այդ առաջարկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։ Դրա մասին չի։ Պատերազմի ընթացքում եղան տարբեր գործընթացներ պատերազմը կանգնեցնելու։ Հոկտեմբերի 19-ի առաջարկի մասին է խոսքը։ Բայց ավելի լավ վիճակ չէինք ունենա, քան ունեցանք նոյեմբերի 9-ին, եթե հոկտեմբերի 19-ին կանգներ պատերազմը։ Դա հետագայում գնահատելու մասնագիտական, փորձագիտական, բայց մինչև դավաճան գոռալը պետք է հասկանալ այնուամենայնիվ ինչ ճանապարհ անցավ մեր երկիրը, ինչպիսի ռեսուրսներով։ Այդ հարցերի պատասխանը մենք կարողացել ենք գտնել։ Իսկ օրինակ ավելի դետալային պատերազմի մասին, Ջաբրայելի շրջանում ճեղքման մասին զեկույցում հիշատակումներ կան, օրինակ ինչու 7 օր դիմադրելուց հետո, երբ որ փոխվեց Ջաբրայելի զորամասին փոխարինող զորամասերն եկան, ինչու բնագիծը այդ ժամանակ ճեղքվեց, ով էր պատասխանատուն, ով էր մեղավորը։ Ջաբրայելի հետ կապված մենք նաև քարորիայում ունենք բացահայտումներ։ Լելեթեփեի բարձունքի գրավման հետ մենք ունենք բացահայտում եւ այն ժամանակվա զեկույց եթե ուշադիր ուսումնասիրվեր եւ լուծումներ տրվեր, բայց ոչ թե 18-ից, այլ 16-ից անմիջապես հետո, ոչ թե պետքա ապավինեինք բախտին, որ հեսա ինչ որ բան լինի եւ այդ լուծումները անդադ հեռանում էին եւ փորձեր արվում այնուամենայնիվ գտնվել ստատուս քվոյի տրամաբանության միջավայրում։ Նաեւ զինված ուժները այդ տրամաբանության միջավայրում մենք անլրջացել ենք։ Իսկ քարորիա պատերազմից հետո բարձր հնայվ հարվածների ուղղությունը եւ այդ ուղղությունների նպատակները։ Այդտեղ մենք հսկայական անելիք ունենք, որը չենք կարել։ Մենք շարունակել ենք մնալ առաջնագծի բանգաբուդուլկեգի տրամաբանության միջավայրում։ Ինձ հնարավորություն եղավ, երբ որ անհետ կորածների հարազատները Ստեփանակերտում են եւ պահանջում են ազգային ժողովի որոշակի պաշտոնյանին նաեւ ինձ, որպեսզի գնամ այնտեղ որոշակի հարցերի լուծումներ այնտեղ գտնենք։ Ես գնացի իհարկե 2 օր, շատ ծանր մթնոլորտ էր, միջավայր էր, նաև վերջում բարեկամացանք շատերի հետ։ Բարեկամացանք ինչի, որովհետև իրենք հասկացան, որ այն ինչ իրանք ուզում են,
իշխանությունները, հանձինս այսօրվա գործող իշխանությունները, նաև մեզ իրանք պետք է ունենան գործընկեր, բարեկամ։ Եվ այդ բարեկամությունը նաև դրսևորվեց, երբ որ որոնական աշխատանքներն մեր երկու падգամները, որը անթույլատրելի էր, իրավիճակ ստեղծեց, որ Վիկտոր Ենգիբարյանը եւ Նարեկը Մկրտչյան մասնակցեցին, իրանք երբ որ հետ եկան, ինձ հարցրեցին։ Երբ որ ես եթե այնպես իրավիճակ եղավ, որ իրանք գնացին եւ այդ որոշումը շատ վտանգավոր էր։ Այնուամենայնիվ բարեհաջող հետ եկան եւ ինձ կարծեմ մեր տղաներից մեկը հարցրեց, պարոն Քուչյան, մեր դիրքերի խորությունը շատ նեղ է, ցածր էր եւ բրոնիկները թափած են, այսինքն բրոնեժիլետների թափած էր այդտեղ։ Ես մի անգամից sense ջանս փշաքաղվեց, ես պատկերացրեցի այդ խորության պայմաններում պաշտպանական մարտեր վարելը։ Եվ պատկերացրեցի, որ բրոնիկները հանում են կամ թեթև հետ նահանջ ունենալու, արագ նահանջի, կամ պաշտպանվելու համար։ Հիմա այդտեղ մի փոքր դրվագ եմ ասում։ Եվ պարզ դարձավ, որ Ջեբրայելը ճեղքելով իրենք նպատակը դեպի Զանգեզուր էր, չէ, շարժվել Արաքսի հովիտով։ Եվ այդտեղ մարշ բրասոկի էր վերածվել, եւ հետո իրենք շեղվեցին, բարձրացան, այսինքն ինչ որ խնդիրներ առաջացա, բարձրացան դեպի Շուշի եւ գնաց process-ը այնպես, ինչպես որ հայտնի է մեզ բոլորիս արդեն։ Բայց այդ ընթացքում բազմաթիվ իրողություններ են տեղի ունեցել, բազմաթիվ կառավարման մեջ խնդիրներ են առաջացել, սկսած մեր հասարակության հոգեբանական պատրաստվածությունը պատերազմին։ Զորամասեր են եղել, որտեղ նաև թույլ չի տրվել, որպեսզի իրենք շարժվեն, գնան, որտեղ որ նախատեսված է իրենք գնան հասնեն տեղ։ Շատ լավ, հիմա Ջաբրայելի հատվածում ով փոխարինեց Ջաբրայելի զորամասին, որ այդ ճեղքում եղավ, որ զորամասերն էին։ Խոսքը դուք հիմա դետալացնում եք։ Ես ասում եմ Ջաբրայելում մենք ունեցանք անհաջողություն, դա արդյունք էր նրա, որ մենք ճիշտ չենք գնահատել հարվածի ուղղությունները։ Դա արդեն պետքա զեկույցը կարդալուց հետո կամ զեկույցը չնայած քննություն գնացել այդ բոլոր հարցերով, ինչ որ դուք բարձրացնում եք։ Քննչական մարմիններում, հրամանատարական կազմի սխալներ եւ այլն մեղավորներ կան, մեղադրյալներ կան, քրեական գործեր կան, դատեր կան, բայց այդտեղ չի խնդիրը։ Ջաբրայելի ճեղքումը չէր լինի, եթե 16 թվականի քարորիա պատերազմի վերլուծության ընթացքում, որը նաև ալերա պաշտպանական գերատեսչություն, վերլուծություն արել, դե հասկանային, որ կա նաև քաղաքական նպատակ։ Դա մեղրին է։ Դա այդ ուղղությունը, եթե ճեղքվում է, պաշտպանական բնագիծը դառնում է ոչ թե 60 կիլոմետր, դառնում է 100 կիլոմետր, որը արդեն այլ ռեսուրսներ է պահանջում, պատրաստված ռեսուրսներ։ Իսկ այդ ռեսուրսները մենք ունենք պատրաստված կամ պատրաստել ենք, հիմա են 25 օրյա հավաքներ անում։ Բայց նաև ոչ թե ավելի շատ ոչ թե մեղրի հարցներ, չգիտեմ, կհամաձայնեք ես մտքի հետ, թե չէ, այլ ուղղակի հարմար էր այդ հատվածով ճեղքում անելը։ Բայց ուր էր բնականաբար, եթե ճեղքման ուղղությունը մենք ոչ թե գուշակում ենք, արդեն տեսանելի էր։ Առաջի բնագիծ, երկրորդ բնագիծ, երրորդ բնագիծ։ Չի եղել երկրորդ բնագիծ։ Ինչի՞ չի եղել։ Որովհետև մենք շատ մեծամտածած ենք, մեզ թվում էր, որ մեր դեմ խաղ չկա։ Մենք պետքա Բաքվում թեյ խմենք։ Այդ հոգեբանությունը տարիներ շարունակ 94-ից հետո անդադ մտել է մեր մեջ եւ հիմա էլ պետքա արմատախիլ անել։ Դու պետքա ամեն օր պատրաստ լինես քո երկիրը պաշտպանելու։ Քո քաղաքացուն պաշտպանելու։ Նաև ձեր մեջ է եղել մինչև 20 թվականի պատերազմը։ Ձեր մեջ իմ մեջ։ Չէ, իշխանության նկատմամբ։ Ցանկացած իշխանություն ինքը խուսափում է RRSV շատ բարդ բաներ։ Մեր իշխանությունը չի խուսափել։ Դուք ունի գազբանը, եթե քանի ժամ կարծեմ 8 ժամից ավել զեկույցի դրվագները եւ զեկույցի մեջ կա ներառած կարդա կամ ծանոթանա կտեսնեք մեր իշխանությունները կարճ ժամանակի համար փորձել է անել մի բան, որը այդ ժամանակը թույլ չէր տալ, որ կռիվը սկսվեց 18-ից հետո մենք պետք է արդիականացրած լինենք հակօթային պաշտպանությունը, զինված ուժերի սպառազինության կառուցվածքն ու որակը, կառավարման կառուցվածքն ու որակը չեն կարել։ 94-ից մենք անընդհատ դա պետք է անենք։ Բայց ես ընդհանրապես միշտ մի դրվագ եմ ասում։ Սերյան Օհանյանը ստում է կողքս, որի հետ մենք սկսել ենք 90-ականներին շատ բաներ։ Իհարկե, բարձր պաշտպանության ինքը ավելի ցածր դա չի հարցը։ Ես մի անգամ իմ միլիոներից մեկում ասի, Սերյան Օհանյանը եթե ունենար այն հնարավորություն իշխանությունների կողմից, որը մենք արեցինք այս ամրոցների կառուցման հարցում, ինքը կաներ, ոչ թե այդ տուշոնկեքի բաները կկախեր լարից, որը խնդրի լուծող չէր։ Հիմա ինչքան էլ ասեն դրա այդ տուշոն բանի բանգաբուտուլկեքի ժամանակ Արցախը կար։ Արցախը կար այնքան, քանի ադրբեջանական բանակը պատրաստ չէր գրավելու։
Բայց երբ որ ինքը բարձանում էր, մենք պետք է համաչափ կամ բարձրանայինք, ունենալով նաև բազմաթիվ արտաքին բարեկամներ, կամ մենք պետք է գտնեինք ստատուս քվոյի փոփոխության process բանակցությունների ընթացքում։ Տեսեք, բայց պարոն Քոչարյան, հիմա այդպես փակագծեր շատ չեմ կարող բացել, քանի որ մենք էլ ենք գնացել ծանոթացել այդ ամրոցներին, ինչ են դրանք իրենցից ներկայացնում, բայց եղել եք։ Այո, բայց որը վերջի երկուսին եղել եք։ Չէ, վերջին Տաուշի կողմերը։ Արենիի կողմն ենք եղել։ Նո, Արենի առաջինն էր։ Հիմա դրանք շատ ավելի բովանդակային ամրությունների շատ լուծելի խնդիրներ ա դրված նրանց։ Հասկանալի է, բայց դրանք ներկայացնել դիրքերի կահավորման համատեքստում մի քիչ ինքը դա դիրքերի մի մասն է, դուք մոռացեք։ Դրանք այն առաջի հարվածային զսպող համակարգերն են։ Դրանից հետո գալիս է բանակի մյուս կառույցները, որոնք այդ համակարգված, կառավարման, տրամաբանության մեջ պետքա էշելոնացված այդ պաշտպանական խնդիրները ըստ մարտավարական դրված խնդիրները պետքա կարողանան հրամանատարը լուծում տա, այլ ոչ թե սպասի, որ գլխավոր շտաբից իրեն պետքա բան անեն, թույլտվություն տան, որպեսզի ինքը իր վիճակը զորքերի բերի որոշակի խնդիրների լուծման վիճակի։ Տեսեք, դիրքերի կահավորման մասով նաև ձեր իշխանության ժամանակ մինչև 2022-ի սեպտեմբեր, մինչև սեպտեմբերյան իրադարձությունները, այն հատվածը, որտեղ ես եմ եղել, օրինակ Սյունիքի հատվածում 21-22 թվականներին, այդտեղ էլ ոչինչ կահավորված չի եղել։ Ճիշտ է։ Ու ոնց որ մի քիչ ուշացել էիք էլի այդ կահավորելու հարցում, երբ որ սեպտեմբերյան դեպքերն եղան։ Ճիշտ ես ասում, դրա համար ծախսերը, որոնք նախատեսված էին, որոնք անշեղորեն բարձրանում էր, այդ խնդիրների լուծման համար հսկական ծախսերը դրված եւ իրականացված էր։ Բյուջեների քննարկման ժամանակ մենք ինչ հարց ենք ուզես տեսնենք, այդ բողը որ տրված է ծախսվել է թե չէ։ Երբ որ գնում է մեր հանձնաժողովը եւ վերահսկողական ֆունկցիաներից ելնելով դիրքերին ծանոթանալու, նայելու, հարցեր տալու, պատասխան ստանալու, որպեսզի բյուջետային հաջորդ քննարկումների ժամանակ մենք տարբերությունները զգանք, տեսնենք։ Դա փաստ է։ Այո, ձեր ասած թվերին մենք դեռ շատ գլուխ գովալու տեղ չունենք։ Բայց հիմա մենք ունենք խաղ միջավայր, որը պետքա շատ էֆեկտիվ ծառայեցնենք, որտեղ ամեն խաղաղության ամեն օրվա տարվա դա պարգև է, որովհետեւ մենք գործանենք։ Հիմա պետքա չթերանանք, այ հիմա եթե մենք սկսենք թերանալ, ասել գիտես ինչ, հիմա ամրոցները կառուցել ենք, վերջ։ Դա ճեղքել հնարավոր չէ, չէ, միշտ ճեղքել հնարավոր է։ Դրա համար հակառակորդն է սպառազինությունը վերանայում, ցանկացած, ես չեմ ասում հակառակորդ այսօր նայել, այսպես պոտենցիալ հակառակորդ, եթե քո հետ պետքա մտնի մարտական գործողությունները, նախ պետքա գնահատի քո վիճակը, քո զորքի վիճակը, քո երկրի վիճակը, ներսում, դրսում եւ այլն։ Ինչքանով է քո հասարակությունը պատրաստ դիմակայելու։ Դա խնդիրներ են, որոնք պետությունները պետքա լուծեն։ Հիմա դուք ասում եք ձեր իշխանությունը, ես կարծում եմ մեր իշխանությունը նաև ձեր իշխանությունն է, որովհետև մեր իշխանության ժամանակ դուք նաև ծառայել եք մեր բանակում, դա մերն է։ Մեր ու ձեր բաժանելու սկսվում է մեր պարտության հիմքերը։ Չէ, լիազորությունները ձեր ձեռքում են, իմ ձեռքում չեն։ Ճիշտ է, բայց քաղաքացի մենք բոլորս ենք, ես էլ դու էլ։ Շատ լավ, ասիկ բյուջեն ծախսելու մասին, օրինակ ռազմարտունաբերության տրվող բյուջեն ամեն տարի թերակատարվում է այդ փորձարկումների վրա գնացող։ Նայեք դինամիկան թերակատարվելու եւ ինչքանով է բարձրանում։ Իսկ դուք ունեցել եք հնարավորություն գնահատելու մեր ներքին արտադրողների 0-ից մինչև այս պահը բարձրանալու գործընթացը։ Եվ հիմա կարծեմ վարչապետը առաջարկ արեց նաեւ ընդդիմադիր գործիչ բոլորին։ Ստեղծելու ենք ձեր համար պայմաններ, որոշակի տարածքում ծանոթանաք թե մեր ներքին արտադրություններին, թե նաև ձեռքբերումներին, սպառազինության։ Հիմա շատ է շահարկվում, մեր ժամանակ ունենք այսքան միլիարդ դրամի զենք, դա բյուջեով արտացոլված չէ, դա տարբեր խողովակներով է հասել Հայաստան, բայց մենք հիմա ըստ գլխավոր շտաբի կառավարության ծրագրի պահանջներին համահունչ ձեռքբերումները պետք է լինեն ամենալավը եւ ամենաարդեականը, դա նշանակում է նաեւ դրա սպասարկողները պետք ունենան համապատասխան կրթություն, այսինքն բարեփոխվում է ամբողջ միջավայրը։ Թերություններ կան, ինչքան ուզեք, երեք էլ ֆակտորում որ հարցազրույցն է, այնտեղ լրագրողներից կամ սպասարկող անձնակազմից մարդիկ կային, որոնք 25 օրը հավաքի էին եղել եւ չասեմ որ դիրքերում, այնտեղ ինձ ներկայացրեցին, որ ես գիտեի այդ վիճակը, որ այստեղ նաեւ լուծված չեն այս հարցերը։ Այո, լուծված չեն, բայց ես կարամ տասնյակ տեղեր ասեմ, որ այդ բոլոր հարցերը ոչ միայն լուծված են, այլ նաև պատշաճ մակարդակի վրա են։ Բայց այդ գործընթացը պետք է շարունակական լինի, որպեսզի վաղը
առաջնագծում, թե դրանից հետո կանգնած մեր զինվորը, իսկ դրա հետևում կանգնած մեր քաղաքացին ժամանակ ունենա վերադասավորի իր ուժերը հնարավոր հարձակումները կանխելու եւ կյանքի տևողությունը ավելացնելու համար։ Ռազմաարդյունաբերության մասին երբ որ խոսում եք, ես հիշում եմ հարցազրույցից մեկի ընթացքում ասացիք նախկինում մենք մի մեխել չէինք արտադրում Հայաստանում, Ես ասեմ նախկինում մենք արտադրում էինք փամփուշտի բանը, փամփուշտի գործարան կար Հայաստանում, հետո վերացրեցին։ Վերացրեցին, որպեսզի պատրոն դավոն չէ, մերը չէ։ Ուրեմն սխալվում եմ տարեթվերի Որպեսզի պատրոն դավոն ինչքան ուզի փամփուշտ բերի, մենք փամփուշտ շատում ենք, փամփուշտ արտադրել ենք 93-ին կարծեմ։ Արտադրել ենք, եւ պետք է զարգանայինք։ Հետո պարզվեց, որ գնելը ճիշտ է ավելի, գնելը ճիշտ է կոնկրետ մարդկանց համար, որտեղ դա ոչ մեկը չի կարալու վերահսկի։ Երբ որ դու արտադրում ես, դա վերահսկիլ է, բյուջետի փող մուծես, ուրեմն համախոսական մարմինները պետք է գան անդադնային քո հաշվետվությունները, մենակ պաշտպանական գերատեսչությունը չի։ Իսկ երբ որ բերում ես պայեստը լցնում ես, հետո ասում ես, այսքան հրթիռ եմ բերել, այսքան էս եմ բերել, բա քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում այդ ասականների մեր բացահայտումներին չենք ուղարկել դատախազություն, որովհետև դրանք չեն անցել այն պատշաճ ընթացակարգերը փորձարկումներով եւ այնտեղ եւ այստեղ, որովհետեւ ձեռք բերվեն։ Դրանք գնվել էին Հորդանանից, չէ, եթե չեմ սխալվում, եւ բերվել էին այստեղ պետք է արդիականացվեին։ Ինչ չեմ արդիականացվել։ Նրանք արդեն պետքա պատրաստի վիճակում լիներ, արդեն գնելու պահին ինքը պետքա մարտունակ վիճակում լիներ։ Արդիականացնել ես հասկանում եմ, որ T-72 տանկերը հնարավոր արդիականացնել, ինչ որ Ռուսաստանը արեց ֆրանսիացիների միջամտությամբ, մենք էլ բավականին մեծ քանակի 72 տանկեր ունենք, որոնք եթե արդիականացնես, ինքը դառնում է ժամանակից բավականին ուժեղ հարվածային ուժ։ Շատ լավ, 44 օրից մի հարց էի ուզում տալ, հոկտեմբերի 6-ի թե 7-ի հակահարձակման օպերացիան, դա քննարկվել է արդյոք հանձնաժողովում եւ ի վերջո ինչու ձախողվեց այդ հակահարձակումը։ Չեմ ուզում շատ փակագծեր բացեք, բնականաբար քրեական գործ կա, բայց ուզում եմ հնարավորության սահմաններում ինչու ձախողվեց այդ օպերացիան։ Ասեմ ձեզ, նախ այդ հարցը ուղղել ենք նաև Օնիկ Գասպարյանին։ Օնիկ Գասպարյանը բավականին մանրամասն ներկայացրեց, երբ որ իրեն այդ առաջարկը արել է Ջալալ Հարությունյանը, այդ առաջարկը նաև շրջանառության մեջ է դրել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, որը շատ լավ գիտեր նաև այդ օպերացիաները իրականացվել էին եւ տվել էին արդյունք։ Ջալալ Հարությունյանը գլխավոր շտաբի պետից հանձնարարություն ստացել, նա գնացել տեղում ծանոթացել, նայել էր եւ Օնիկ Գասպարյանի բարերով ասել էր աչքը սուտում է, լավն է։ Նո Իջևանում երևի բանը։ Աչքը սուտում է, որտեղ ինքը հնարավոր է։ Մշակվել է օպերացիան, բայց ցանկացած օպերացիա մշակելուց հետո պետք է կարողանաս ուժերը տեմպես դասավորես, որ որևէ շեղում չլինի, եթե այդ ծավալի գործողությունների ընթացքում մի թևը թերանում է, ուշանում է կամ ինչ որ բան է տեղ ունենում, ինքը ձախողվում է։ Այդ հարցով մենք նաև հարցականչել ենք Սամվել Բաբայանին։ Սամվել Բաբայանը, քանի որ այդպիսի օպերացիաների եւ այդպիսի տեղեկատվության հսկայական կրող էր, մենք նրան էլ այդ հարցերը տվել ենք եւ ստացել ենք պատասխան։ Գիտենք, որ կոնկրետ քրեական գործն եք ասում, կոնկրետ հրամանատարի հետ կապված բան է եղել, դեպք է եղել, այդ դեպքն է քննվում, ինչքանով է այդ դեպքը արտաքին միջամտությամբ կրակոցը։ Արթուր Օհանյանի վիրավորումը նկատի ունեք։ Այո։ Եվ բայց ձախողվել է։ Ասում են տեխնիկական միջոցները սարքին չեն եղել։ Այո, որովհետև ապրիլից չեն շահագործվել։ Պաշտպանության նախարարությունից գրություն է եկել։ Դրանք էլ են արձանագրել, չեն շահագործում։ Այդպիսի գործողություն անելուց նույնիսկ ամեն մի տրանսպորտային միջոցը պետքա բան վիճակում լիներ։ Օրինակ Ջալալ Հարությունյանը պարետային ժամ հայտարարել էր, որ այդ ճանապարհներին նույնիսկ այդ խցանում չլիներ, որ այդ տանկերը գնում էին։ Դուք հիմա որպես լրագրող շիշտ հարցադրումներ եք անում։ Իսկ բանակի հետ կապված ցանկացած որոշում պետքա իրականություն դառնար եւ վերջնա հաշվարկում կամ դու կհաղթեիր կամ կպարտվեիր։ Կարամ պատմական օրինակ բերեմ։ Նապոլեոնը ինչի պարտվեց։ Հաշվարկեց եղանակային պայմանները Ռուսաստանը։ Չէ, Մոսկվան չէ։ Նապոլեոնը վերջին գործողությունների ժամանակ իր մարշալներից մեկը պարզապես 40 րոպե ուշացավ։ Էլի բաներ եղանակային պայմաններից ելնելով։
Waterloo-ն, ես դրա մասին չեմ ասում, նաև ճակատագիրն են ինչ որտեղ դի բարեհաճ լինի, բայց մենք դի չթերանայինք։ Բանակը դի պատրաստ լիներ, սպառազինությունը դի պատրաստ լիներ։ Ինչ անշանում բանակ, բանակում պետքա ամեն ինչ իր տեղում լինի։ Չի կարա տանկը կանգնած լինի, բայց սալարկեն չլինի։ Չի կարա հրամանը տրվի եւ պարզվի, որ բրոնի մեքենայի մեջ ասենք ակումուլյատոր չկա։ Չի կարա այդպիսի բաներ, դա բանակ է, բանակում հրամանը տրվեց, ժամանակը հաշվարկվեց, վիճակը հայտարարվեց, այդ վիճակին համապատասխան պետք է գործողությունները անթերի կատարվեն, բայց դրա համար անձնակազմը պարապմունքները անցնում եւ այլն։ Մենք նաեւ խնդիր ունեցանք, ավելի ամենակարևոր խնդիրը մենք համալրված չէինք ռեսուրսով, մոբիլիզացիոն ռեսուրսով։ Խտի վրա էր այդ ռեսուրսը։ Առաջին իսկ բանից պարզ դարձավ, որ այդ ռեսուրսն էլ պատրաստված չի։ Դու մարդկանց այդ ռեսուրսը զորակոչում ես, բայց իրենք արդեն իմանային իրենց ծառայության վայրը, ինչ մասնագետ է զորակոչում։ Մի բան էլ ասեմ, արձանագրեցինք, որ երբ որ մեր ինքնաթիռները պետք է թռնեին, օդաչուների պակաս ինչ էր։ Մի օդաչու գտանք Ջեբրայիլում, որին զորակոչել էին որպես բան հրացիկ Սամվել անունով եւ ինքը փառքասու ողջ էր եւ մի քանի հաջողված թռիչքներ արեց մեր ռազմական ավիացիայի միջոցով։ Իսկ համաձայն եք այն տեսակետին, որ հակահարձակման օպերացիայից հետո բանակի ողնաշարը ջարդվեց ու էլ անհնար էր որևէ բան հետ բերել, այսինքն արդեն այդտեղից մեր պարտությունը սկսվեց։ Ասեմ ձեզ, ողնաշարի ջարդվելու խնդիրի չէր։ Երբ որ պաշտպանական բնագծերը փոխվել էին, դա լրացնելու խնդիրը դարձավ պրակտիկորեն անհնար։ Անդադ այդ անցքը լցնելու համար չպատրաստված խմբեր էր ուղարկում եւ ինքը վերջահաշվարկում ուզեր թե չուզեր դառնալու էր թնդանոթի միս։ Այդտեղ ինչ որ թվեր էին հրապարակում, թե քանի զոհ ենք ունեցել, ինչ որ կոնկրետ տվյալ կա, 700 թիվն եմ ես լսել, գուցե սխալ է այդ թիվը։ Ի վերջո այդ հատվածում որքան զոհ ունեցանք, այդ ձեր ասած անկանոն մարդկանց ուղարկելու պատճառով։ Մենք զոհեր ունեցանք, որովհետեւ մենք պատրաստ չէինք օդը կանխելու, մենք պատրաստ չէինք նաեւ հերահար հրետանային հարվածները կանխելու համար։ Մեր հրետանային համակարգը չուներ հասանելիության այն հեռավորությունը, ինչ որ ունեին Դանա համակարգը, որ ձեռք էր բերել Ադրբեջանը։ Նա 40+ էր, մեր ամենամեծ հեռավորությունը ավելի կարճ էր, նա ավելի անխոցելի դիրքերից կարողանում էր մեզ խոցել եւ պանիկա էր առաջանում, որովհետեւ դու նաեւ բնագծերում պաշտպանական այդ բանկապուտուրքից բացի ուրիշ բան չես ունեցել։ Թաքստոսներ չես ունեցել։ Պատրաստ չես եղել հնարավոր մարտերի այդ վիճակին, բայց մի բան էլ արձանագրենք, մեր բանակը կռվել է։ Նես չի որ չի կռվել, որ եթե չկռվեր, բոլոր բնագծերը կփլվեին։ Ես լսել եմ տեսակետ փորձագետներից ռազմական, որ հարձակվող հակառակորդի վրա հակահարձակում անելը սխալ է ու պետքա կանգնեցնել իրան, նոր թողեք ռազմական գործիչները թող որոշեն, թե որ քայլից հետո ինչը պետք է անեն եւ նույնիսկ եղանակային պայմանները հաշվի առնելով։ Ամեն ինչ պետք է հաշվարկվի։ Հաջողությունն էլ նույնիսկ ամենալավագույն հաշվարկի դեպքում այնպես չի որ դու ապահովագրված ես միայն հաջողություն ունենալու։ Միած սխալ գործողություն, միած սխալ մի sense թերացում կարա բերի ամեն ինչի փլուզման։ Բայց որպեսզի դա չլինի, պետք է հաջողությունը անդադ քեզ ուղեկցի։ Անհաջողություն, մենք ասում եմ, մեր ամենամեծ խնդրեմը մեր մեծամտությունն է եղել։ Մենք ասել ենք, որ մեր մարտունակությանը հավասար բան չկա։ Առաջին անգամ այն ժամանակվա իշխանությունները առերեսվել են իրականության հետ քառորիայի ժամանակ, բայց այն ժամանակ էլ չընդունեցին, որ մենք պարտվել ենք։ Երբ որ ասում են կապ չունի, քանի մետր էս կորցրե, ըստ էության հակառակորդը գործողություն արեց ցույց տալու իր ուժը եւ ստացավ ինչ որ հավաստիացումներ, ապագա ուրեմն բանակցային գործընթացում իր ցանկությունները զարգացնելու համար։ Բայց դրան մի քիչ էլ նպաստում էին ձեր գործընկերները, որ այդ ժամանակ ընդդիմադիր էին, երբ որ այդ փորձում էին ներկայացնել Սերժ Սարգսյանին որպես հող հանձնող, ինքը հողերը հանձնեց, ասում էին 800 հեկտար չէ, դուք չէ, ձեր գործընկերները։ Ես ասեմ, ես ոչ մեկին չեմ կարող ասեմ հող հանձնող, ինչի՞։ Որտեվ հող հանձնելը որոշումով չի։ Հիմա էլ մեզ են մեղադրում որպես հող հանձնող։ Մենք հող հանձնող չենք։ Հող հանձնող չենք, ոչ մեկը հող չի հանձնում, այդպես բան չի կարա լինի, որ իշխանությունները որոշեն հողերը հանձնեն, որպեսզի իշխանություն պահեն, չկա այդպես բան։ Դու պետք է կարողանաս
քո տարածքները պաշտպանես ունենալով համապատասխան կառույցներ, հենց բանակային կառույցներ, ժամանակից հետ չընկնես։ Այսօր էլ ամբողջ աշխարհը ցույց է տալի, թե ռազմական գործողությունների զարգացումները ինչ տրամաբանության են գնում, սպառազինության տեսանկյունից, օդի կարևորությունը, չինական, եթե շքերթը դուք նայեք Չինաստանի հաղթանակի 80-ամյակի, դուք կտեսնեք Չինաստանը ուր է ասել, հələ մենք տեսնում ենք ընդամենը ցամաքի վրա, օվկիանոսում, ծովում, տեխնիկական միջոցների զարգացումը։ Գերտերությունը դժվար իր հետ համեմատել։ Բան չասեցի, Իսրայելն էլ է գերտերություն։ Տարածաշրջանային գուցե տերություն։ Ինքը ինքնուրույն է այդպեսին դարձել։ Նաև ինքնուրույն։ Բայց Իսրայելը լավ գործընկեր ունենալու շնորհիվ։ Ապրես։ Այդ գործընկերները մեր մոտ բացակայել են։ Եթե Միացյալ Նահանգների գործընկերային հարաբերությունները դնես մի կողմ, Իսրայելի ռեսուրսները չէր բավարարի իր երկիրը պաշտպանելու համար։ Հիմա բանակի մի փոքր բարեփոխումներից խոսենք, կրճատեցիք ժամկետային զինծառայության ժամկետը։ Կկրճատեք, արդեն 2026-ի հունվարի 24-ին մեր հանձնաժողովում այդ հարցը քննարկվելու է։ Եվ սա նախընտրական քայլ է, թե ոչ։ Սա ծրագրային քայլ է, որը գրված է բանակի կերպափոխման հայեցակարգում, բայց բանակի կերպափոխման հայեցակարգում բազմաթիվ կետեր կան, որ դեռ չեք կատարել, իսկ սա ամենահեշտ կետն է, որ կարող եք կատարել։ Սա կետ է, որը մեզ հնարավորություն է տալի շարունակել պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր ծրագրի իրականացման հետ կապված։ Շատ լավ, հիմա կարող ենք վստահ լինել, որ 25-օրյա հավաքները չեն շատանա սրա պատճառով, այս որոշման պատճառով։ Ես համոզված եմ չեն շատանա, իսկ 25-օրյա հավաքները ոչ թե անցքեր փակելու համար են, այլ մոբիլիզացիոն ռեսուրս կառուցելու համար են, որը չեն կունեցել։ Պաշտպանության փոխնախարարն այլ բան էր ասում։ Ինչ էր ասում։ Ասում էր մարդուժի խնդրեմ ունենք դիրքերում, դրա համար 25-օրյա հավաքների մասնակիցներին տանում ենք եւ նաեւ հիմա բանակի բարեփոխում չեմ ասում։ Կառույցների վերադասավորումները, սահմանապահ զորքը պետք է զբաղվի սահմանապահ խնդիրներով, բանակը պետք է զբաղվի բանակային խնդիրներով։ Բանակային խնդիրները տարբերվում են բանակը դիրքապահ չի։ Բանակը լուրջ հարվածային ուժ պետք է դառնա, որը պետք է կանխի հակառակ կողմի ցանկությունները, իսկ դիրքապահը դա մեր ինժեներական կառույցներն են դիրքերում, որի մեջ ծառայություն տանողները հենց դրանք դիրքապահներ են։ Այսինքն եթե մենք ունենանք այդ ամրությունները, որոնք ավելի մեծ խնդիր են լուծում, բնականաբար մարդկային ռեսուրսի խնդիրը կառավարելի կարող է դառնալ։ Բայց ինչ որ ժամանակահատվածում մենք այդ ռեսուրսի պակասի կարիքը կարող ազգանք, որը կլրացվի պաշտպան հայրենիացի ծրագրի այսպես անշեղորեն բարձրացմանը զուգընթաց։ Այսինքն հիմա օրինակ դիրքերում չեն սկսի ավելի երկար մնալ 14 օրից ավել։ Չեմ կարծում։ Եթե պետք լինի կանգնենք, այ հենա նախկինի օգնականը, որ հիմա փորձագետ է, վերջերս եկել դիրքերից 25 օրյա հավաքից ինչ վատ է։ Բայց հիմա ինքը գիտի, որ ինքը արդեն ձեռք բերեց հմտություններ, ճանաչեց այն մարդկանց, որոնց հետ արժեշան դեպքում ինքը պետքա տեղանքին, այնտեղ որտեղ որ պետքա ծառայություն անցնի մեր մոբիլիզացիոն ռեսուրսը ինքը պետք է տեղանքից սկսած իր հնամանատարով վերջացրած ծանոթ լինի։ Այդպես է կառուցված բոլոր երկրների մոբիլիզացիոն ռեսուրսի համակարգը, որը ավելի կարևոր է, քան թե բուն գործող, իհարկե ամեն ինչ կարևոր է, բայց դա կարևոր է, որովհետեւ այդ ռեզերվը անընդհատ փոխարինման ռեզերվը դու ունենաս։ Բայց այստեղ էլ մի Տեսեք Ուկրաինան հիմա առնչվում է այդ ռեզերվի պակասի հետ։ Շատ լավ, ուղղակի այստեղ մեկ այլ խնդրեմ կա։ Հիմա երբ որ 25-օրյա հավաքներին տանում են, մարդիկ, ովքեր իրենց պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ ծառայել են, օրինակ որպես, չգիտեմ, հրետանավոր, հոբ մասնագետ, գնում են եւ հետեւակի որպես մասնավոր դեպքեր են։ Դա անթույլատրել է, մասնավոր դեպքեր են։ Հիմա ես որպես հանձնաժողովի ես էլ գիտեմ։ Բայց մեր նպատակը ըստ մասնագիտական հմտությունների ծառայություն եւ հմտությունները ավելացնելու ուղղությամբ է մեր նպատակները։ Եվ սերժանտական համակարգին չեն գրել։ Ի վերջո այդ սերժանտական համակարգը ինչ է իրանից ներկայացնում։ Ես փորձեցի հասկանամ մի քիչ, բայց քանի որ ռազմական փորձագետ չեմ։ Ես կարծում եմ, եթե անհրաժեշտ լինի, ես կաջակցեմ, որպեսզի այդ համակարգի ամենագիտակ զինվորականի, իհարկե գլխավոր շտաբի պետն էլ ամենագիտակը պետք է լինի, բայց ունի տեղակալ Արթուր Երևանյանն առել, որը ներկայացնում էր այս համակարգի ամբողջ փիլիսոփայությունը եւ քայլերի հաջորդականությունը։
Իմիջիալոց նաև մեր հանձնաժողովում եւ փակ եւ բաց մասերում քննարկումներում ընդդիմությունը շատ ակտիվ մասնակցություն ունենալով վերջապես բարդ է հասկանալ այդ ինչ բանա սերժանտական համակարգը, բայց մեր գործընկերներն էլ հասկացան, մենք էլ հասկացանք, մենք ասելով ի նկատի ունեմ ոչ զինվորականներս, ես ինչ եմ համարում բան, հա, ճիշտ է, ունեցել եմ շատ ղեկավար պաշտոններ զինված ուժերում, զինված ուժերի կայացման ինքնուրույն քաղաքական, չէ, ինչ որ փոխնախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ Մի մոռացեք ոչ միայն փոխնախարար, նաև մինիստրի առաջ տեղակալը, այն ժամանակակառուցվածքով դա քաղաքական չէր։ Գլխավոր շտաբի պետին համարժեք պաշտոն էր։ Իհարկե։ Բայց դա չի հարցը։ Կյանքը մեզ տիպեց սովորել։ Նաև մենք այնպեսի մարդկանց կողքին ենք եղել մեր սերունդը։ Անձամբ ես, որ ես ճակատագրից այնքան գոհ եմ, որ շատ բան սովորել եմ։ Եվ նաև Ազգեն Սարգսյանն էլ է սովորել, ամոթ չի, պիտի սովորել։ Զինևիչից ոնց կարելի է չսովորել։ Տեր-Գյուրանցից ոնց կարելի է սովորել, Դարի Պալտանից։ Բոլոր Անդրեասյանից, այնքան անուններ կարամ տամ։ Էդ էր բանակի ողնաշարը, հիմքը, գիտելիքը։ Երբ որ գիտելիքը մի քիչ ծերացավ, հնացավ, արխային ընկանք, սկսվեցին այլ խնդիրներ, բայց այդ խնդիրների լուծումները էլի գտնվել է պետության ձեռքում։ Տեսեք, բանակցային գործընթացի կարևորության մասին ենք խոսում։ Հիմա ոնց էլ անենք, մենք պետք է հասկանայինք ինչից որ սկսել ենք, ուր ենք հասնելու։ Վերջերս կարծեմ ֆակտորի տաղավարում Մանվել Սարգսյանի հարցազրույցը լսեցի, իհարկե ակնհայտ ճշմարտություններ էր ասում 90-ականների ամբողջ այդ գործընթացների մասին։ Բայց դա այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Այսօր պետք է ամուր մենք բռնենք այն ճանապարհը, որը բերում է մեր անվտանգային համակարգի արդիականացմանն ու ուժեղացմանը։ Եվ զեկույցից եւս մեկ հարց, որ մոռացա տայ, ի վերջո մենք իմացել ենք սեպտեմբերի 27-ին, որ պատերազմ է լինելու, որովհետեւ ես երկու տարբեր կարծիք եմ լսել։ Կլսեք ինձանից ամենաօբյեկտիվ կարծիք։ Որովհետեւ սկզբում ասում էիք, որ իհարկե մենք տեղյակ ենք լինել մեզ։ Ես եմ ասում։ Դա հիմա գիտեք ինչ։ Ով ասես առավոտը զարթնում ասում ենք տեղյակ ենք, բայց մեր շանտեղ չդնում, չէ՞ չի։ Զինված ուժերում, երբ որ ձևավորում էր 90-ականներին, ամենակարևոր կառույցներից մեկը բանակային հետախուզությունն էր։ Եվ մեր բախտը բերեց, որ Հայաստանում էր շատ կարևոր պաշտոնյա գնդապետ Ղուկասովը այն ժամանակ, Իվան Ղուկասիչը, որը ստեղծեց այդ համակարգը եւ իր կողմից ստեղծված համակարգը ունեցավ նաև զարգացումներ, հերթափոխ եղավ, իրեն փոխարինեցին իր սաները, զարգացավ դա, բայց ինֆորմացիայի հավաքագրման հնարավորությունները պակասել էին, որովհետև այլ աղբյուրները միշտ փորձել են խանգարել, որպեսզի դու ճիշտ գնահատես քեզ ինչ վտանգներ որ պահին կարող է լինեն։ Բազմաթիվ աղբյուրներ կան, շատ բնական է։ Նաև քեզ խանգարում են, քեզ շեղում են, շեղող ինֆորմացիաներ են շրջանառում, նաև տարբեր կառույցների միջոցով։ Ամենահարմարը այսօր լրատվական կառույցներն են։ Գցում են տարբեր ուրեմն աղբյուրներ եւ սկսում է ինֆորմացիայի գնահատման խնդրեմ, բայց կառույցը, որը մենք ունենք, իրենք պետք է իրենց խնդիրն էլ հասկանային, հետևեին հնարավոր հարված հասցնող ուժի նպատակները, դրա համար կան օպերատիվ աշխատանքից սկսած, նաև ռադիոհետախուզություն, օպերատիվ գործողություններ, որպեսզի գոնե ինֆորմացիան ճշտես, եւ հիմա մենք նոր ենք հիմա արտաքին հետախուզությունը ստեղծել, բայց հիմա դուք ասում եք ժամկետը, ով ասես սա, խոսում է, որ մենք գիտեինք, որ ամսի 25-ին, 26-ին, 27-ին, բայց իրականությունը հետևյալն է, վերջնական մենք իմացել ենք դրա մասին, երբ որ կարողացել ենք կլանենք Նախիջևանում թուրքական բանակի ռազմաօդային ուժերի տեղակայված սպայակազմի մի զրույց։ Դրա հիման վրա հասկացել է գլխավոր շտաբը, որ այսօրը կլինի պատերազմ։ Դա հաստատել է Օնեգ Գասպարյանը, դա այդպես է։ Դրանից առաջ այլ աղբյուրներ մեզ անդադ հանգստացրել են, որ ոչ մի բան չի լինի, որոնք ունեն հետախուզական ավելի մեծ ցանցեր տիեզերքից մինչև գետնի վրա, նաև Ռուսաստանի Դաշնությունից, ես երեք էլ այդ մասին ասել եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, լավ չէր կարա լինել, որովհետև եթե բանակցային գործընթացում չկան լուծումներ, բնականաբար Ադրբեջանը չէր համակերպվելու այն իրողությանը, որ մենք ունեինք այդ պահի դրությամբ։ Եվ դա ակնհայտ էր զորքերի
Նաև տեղաշարժը հետևում էր գլխավոր շտաբը, տեսնում էր, որտեղ ինչ երևում էր դա, բայց կոնկրետ օրը դա ռադիոկալանման արդյունքում է պարզվել մեր կողմից, որտեղ դրանից առաջ տարբեր աղբյուրներից մեզ ասել են, որ խնդիր չի կունենալու, եթե ամեն ինչ պահեք հանգիստ։ Իսկ համար 1 պատրաստության վիճակ տրված էր Օնիգասպան տվել է համար 1։ Այսինքն սեպտեմբերի 27-ին բոլորը արդեն պատրաստ էին, թեև օրը չգիտեին, նաև զորամասուր։ Ամսի 20-ը զգալով, հա, այդ բանը, վտանգները գլխավոր շտաբի պետը հրաման արձակել։ Իսկ հոպի միջոցների տեղերը փոխվել են։ Դա այդպես շատ հեշտ է պատկերացնում։ Միջոցների տեղերը փոխել, մուլյաժները ուր էին, չենք ունեցել։ Եղել է մի պահ, որ նույնիսկ այդ խոցված, հա, հակոթային պաշտպանության համակարգերը որպես մուլյաժ է օգտագործվել, որպեսզի գոնեն չխոցվածները հնարավոր լինի օգտագործել։ Շատ լավ իրեն դրսևորել տոր համակարգերը, որը մեր իշխանության ժամանակ է ձեռք բերվել։ Օսականներն էլ ձեր իշխանության ժամանակ դա էլ է ձեռք բերվել, բայց նրա ձեռքբերման գործընթացի հետ կապված համոզված եմ քրեական գործերը դեռ շարունակելու են հետապնդել այդ շղթայի մեջ եղած տարբեր մարդկանց։ Կարծում չեմ ուզում սխալվեմ, ոչ էլ անմեղության կանխավարկածը խախտեմ, բայց գիտեմ, որ այդ գործընթացում էլի հայտնի Դավիթ պատրոն Դավոյի մասնակցությունը կա։ Շատ լավ, վերջին 5 տարիների ընթացքում ինչ հասցրեց ձեր իշխանությունը անել բանակի բարեփոխումների հետ կապված եւ ինչ կա, որ դեռևս չեք հասցրել անել, բացի զենքերի ձեռքբերումից իհարկե։ Զենքերի ձեռքբերում, կադրային որոշակի փոփոխություններ, կադրերի թարմացում, կառույցների, ուրեմն վերադասավորում, ուսումնական process-ների վերանայում, սերժանտական համակարգի ներդրում, եւ դրանք բոլորը համակարգված մեր ռազմավարության եւ հայեցակարգային խնդիրներին ուղղված ծրագիր է, որը նախատեսում է նաեւ որոշակի բյուջետային ծախսեր։ Դրանք են ամբողջն է, նաեւ ձեր ծառայության ժամկետի կրճատումը։ Դա էլ վստահություն պետք է տա ծառայություն անցնողի եւ նրա ընտանիքին, որ ծառայության ժամկետը պետք է էֆեկտիվ օգտագործվի։ Կարելի է 1 տարի անել, բայց այդ 1 տարին պետք է այնպես իրականացնել, որ զորակոչվածը եւ զորացրվողը զորակոչվելուց ինքը ունենում է գիտելիքի որոշակի պաշար, բայց զորացրվելուց պետք է ունենա համապատասխան գիտելիքի բավականին մեծ պաշար։ Ուսած որպեսզի տեսանելի լինի։ Եթե մենք նույնիսկ փոքր հիվանդությամբ զորակոչիկ ենք ունենում, դա պետք է բանակից առողջ զորացրվի։ Բանակը պետք է ինքն էլ կերպարանափոխվի եւ զինվորին կերպարանափոխվի։ Այստեղ նաեւ հոգեբանական բավականին բարդ խնդիրներին ենք առնչվում, որի լուծումներն էլ պետք է տեսնի այս հրամանատարը։ Հրամկազմը պետք է փոխվի իր պատկերացումներով։ Այսօր մենք ունենք հրամանատարներ, բայց դրանք շատ չեն, որոնք հենց այդ պատկերացումով ով հաջողված է այդ հարցերի պատկերացումների մեջ, այդ զորամասը տարբերվում է մյուս զորամասերից։ Կարելի է օրինակներ բերել, կարելի է գնալ տեսնել։ Այսօր էլ կան ծնողներ, որ ասում են, ոնց անենք մեր երեխան այդ զորամասում ծառայի։ Այդ զորամասը դա հրամանատարն է։ Իսկ որ ասում եք կադրային ձեռքբերումներ եք ունեցել, կադրային բարելավումներ, օրինակ ովքեր են այդ լավ կադրերը։ Մեկին ասեմ։ Բարձր հրամանատարական կազմում կատյունը։ Երոյան, Դավիթ Ալեքսանյան։ Ինչ պաշտոններ։ Կորպուսի Մարտական պատրաստության ամենակարևոր արդյունքը Դավիթ Ալեքսանյան, որը ուսումնական բրիգադի հրամանատարն էր։ Կապի զորքերի հրամանատարը Վիգենը Մկրտչյան։ Դրանք գնդապետներ են, գեներալներ են արդեն դարձել։ Դրանք երիտասարդ են, դրանք այլ ոգևորությամբ ու պատրաստվածությամբ։ Դրանք պատերազմներ անցած են։ Իրենցից շատերը Մոնթեից են սկսել, Մոնթեվարժանից են սկսել։ Շատերը։ Կարծում եք ղեկավար կազմում զինված ուժերի կադրերը լավն են հիմա։ Կադրերը պետք է անդադ լավանան։ Դրա համար Վազգեն Սարգսյան ակադեմիան եւ բոլոր մեր ուսումնական կառույցները, նաեւ դրսում, որոնց տալիս են հնարավորություն կրթություն ստանալու հնարավորությունը տարբեր միջավայրերում, նախկինում Ռուսաստանի Դաշնությունում էր ավելի շատ, հիմա նատոյական այդպիսի կրթահամալիրների դռներն մեր առաջ բացված եղել։ Ընտրվում են մարդիկ, առաջ մենակ Հունաստան էին կարողանում ուղարկել, կնել որոշակի ուղղվածության, բայց դրանք էլ էլի մեր համար շատ լավ կադրեր է պատրաստել ուղարկել Հայաստան։ Ուղղակի երբեմն մի քիչ
տարօրինակ բաներ են լինում, նշանակումներ Չէ, ես իմ անուններ տվեցի, նախարարությունում։ բայց քիչ տվեցի։ Ես կարող եմ շատ անուններ էլ տամ։ Կորպուսի հրամանատարներ են, որոնք նշանակվել են, պատահական մարդիկ չեն նշանակվել։ Բայց ունենք նաև կորպուսի հրամանատարներ, որոնք այսօր բանակում չեն, եւ արժի, որ մի հատ վերանայել նրանց բանակի վերադարձի հնարավորությունը։ Օրինակ Արցախի վերջին պաշտպանության նախարար եւ 44 օրերի ժամանակ Արցախի գլխավոր շտաբի պետը Կամո Վարդյանը հիմա պաշտպանության նախարարի խորհրդականն է, չգիտեմ, մի քիչ տարօրինակ նշանակում չի։ Ոչ, ասեմ ինչի։ Պաշտպանության բանակն էլ չէ, մի ամբողջ համակարգ էր։ Չէ, ես իր կադրային ռեսուրսով, որպեսզի այդ կադրային ռեսուրսն էլ վստահ լինի, որ Արցախը չկա, բայց իրենք այստեղ են եւ իրենք իրենց ծառայության որակով, որակյալների մասին է խոսքը։ Պետքա լինեն այստեղ։ Տեսեք, ղեկավար կազմից անուններ տվեցիք, բայց մի քանի 100 զինվորականներ այսօր Հայաստանի զինված ուժերում անցել են ծառայության, որը շատ կարևոր է։ Չէ, շատ լավ է, որ Արցախի պաշտպանության բանակի կադրերը մեր զինված ուժերում են։ Ես ուրիշ բան էի հարցնում։ Հիմա Կամո Վարդյանի գործողությունները մի քիչ Կարեն Գրիգորյանը մեր ինժեներական զորքերի հրամանատարը։ Ինչ որ բան ասում ես։ չեմ ճանաչում։ Բա այս որ խոսում ենք այս կառույցների մասին։ Այդ ամբողջը ով է կառավարել։ Հա, Գեներալ Կարեն Գրիգորյանը։ իմացա Կարեն Գրիգորյանը։ Բայց մենակ, բայց այդպիսի կադրեր Արցախի պաշտպանական բանակը այնքան ունի։ Եվ դա չվերցնել, դա նշանակում է դա մեր անվտանգային միջավայրի կադրային ռեսուրսն է։ Հիմա իրենք Հայաստանում են եւ իրենք պետք է շարունակեն իրենց ծառայությունը։ Շատերը չեն ցանկանում։ Շատերին մոլորության մեջ են փորձում գցեն քաղաքական ուժերը։ Ինչ կա, սրանք սա բան են, ձեզ խափում են, խարդախ բան մի արեք, քաղաքացուն մի ստացեք եւ այլն։ Այդպես չի։ Այդ մարդիկ պաշտպանելով Արցախը պաշտպանում էին Հայաստանը։ Շատ լավ, բայց ինչ Չէ, կարևոր էր դա։ Այդ գիտակցումը շատ-շատերի մոտ կար։ Եվ հիմա իրանք պաշտպանելով Հայաստանը պահում են մեր երկիրը հնարավորինս պաշտպանված, որը մեզ չի զրկում հույսերից։ Բայց ինչն էր խնդիրը, երբ որ տեղի ունեցավ բռնի տեղահանումը, Արցախի զինվորականներին առանց քաղաքացիություն ստանալու այդ պայմանի վերցնած զինվորական ծառայության։ Իրավական խնդիրները պետք է լուծվեն։ Այդպես չի։ Դա այսքան տարի այդ խնդիրը չէր եղել։ Խնդիրը չէր եղել, որտեղ մենք գնում էինք մեկ այլ ճանապարհով։ Հիմա ճանապարհը եկավ, դարձավ մեկտեղվեց։ Մենք պիտի իրավական խնդիրները լուծելով գրանք առաջ։ Որովհետև երբ այդ մարդկանց ասել եք պետքա քաղաքացիություն ստանաք, նոր մտնեք, հիմա մարդիկ էլ Գիտեք ինչ, այս տարիների ընթացքում այնքան բաներ ասվում էր միացում։ Հետո ասվեց անջատում, չէ՞։ հետո էլ անջատում հանուն փրկության։ Անջատում հանուն փրկությանը դա դարձավ ընդամենը բան, նպատակ, որովհետև գործընթացները շատ արագ զարգացումներ ստացան, իսկ փրկությունը Հայաստանը ամուր պահելն է։ Հավատացեք, եթե մենք Հայաստանը ամուր չպահենք, որովե հեռանկար մենք չենք ունենալու։ Շատ լավ, այս թեման շատ երկար է, եթե զրուցենք անverջ զրուցելու թեմա է, բայց երկու հարց ունեմ վերջում, վերջին երկու հարցերը։ Այս ինձ ուղղակի շատ հետաքրքիր էին այս հարցերը, էլի։ Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ դուք գուցե նախընտրական ցուցակում չլինեք ԿՊ-ի։ Արդյոք, այո, դիմել եք եւ կլինեք թե չէ։ Շատ շահարկումներ են եղել իմ անձի հետ կապված։ Ընդ որում դա նոր չի, 30 տարի շարունակ։ Վերջում, բայց այնուամենայնիվ ես քաղաքական կյանքում կամ նախկինում թե իշխանություն, հետագայում թե ընդդիմություն, հիմա էլի իշխանություն։ Մի մոռացեք, որ ես իշխանության մեջ եղել եմ, այսպես որոշակի բարբերականությամբ 90 թվականից սկսած ներքին գործերի նախարարի տեղակալ, առաջին ուժային պաշտոն ստացած քաղաքական պաշտոնյան եմ եղել։ Հետո առաջին տեղակալն եմ, հետո բանակ, հետո քաղաքական գործունեություն եւ ռազմական գործունեություն աղետի գոտում։ Դա էլ շատ հետաքրքիր է, բայց դա առանձին թեմա է։ Այնտեղ ես ոչ միայն զբաղվել եմ քաղաքաշինական խնդիրներով, զբաղվել եմ նաեւ հիմնականում ռազմական խնդիրներով, բայց դրանք փակ թեմաներ են։ Հիմա գնանք առաջ։ 2025 թվական։ Դրանից հետո եղել եմ ազգային ժողովի падգամավոր։ Դրանից հետո երբ որ Հայաստանում տեղ ունեցան որոշակի փոփոխություններ, ես համաձայնվել եմ դառնամ Վազգեն Սարգսյան, վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդականը անվտանգության եւ կադրային քաղաքականության հարցերում։ Եվ ես համոզված եմ, եթե 27-ը չլիներ, մեր երկիրը լրիվ այլ իրողությունների մեջ պետք է լիներ։ Եղավ հոկտեմբերի 27-ը, որը միշտ բացահայտված չի, ինչպես նաև մարտի 1-ը։ Ես չեմ ուզում որսի մի է դա
բացահայտի հոկտեմբերի 27-ը, մենք պիտի բացահայտենք, որ ըստ էության բացահայտված է իմ համար։ Պարզապես պետք է այդ իրողությունները եւ քննչական խմբի ձեռքբերումները հայտարարվի որպես արժանահավատ։ Ջանգիրյանի խմբի մասին է խոսքը։ Շատ Ես չէ, գալիս եմ։ Դրանից հետո 27-ից հետո ես դուրս եմ եկել պաշտոնից մայիսին, երբ որ Արամ Սարգսյանը արդեն վարչապետի պաշտոնը հանձնում էր։ Մի օր առաջ ես եւ Տիգրան Հակոբյանը, չէ, մենք մի քանի պաշտոնյաներով դուրս ենք եկել, Ռոբերտ Քոչարյանը ապօրինի որոշում է կայացրել, պաշտոնազրկել է հանրապետության պաշտպանության նախարարին առանց վարչապետի հետ համաձայնեցել։ Եվ գնաց գործընթացը սկսվեց։ Ես դարձել եմ ընդդիմություն, զբաղվել եմ հանրային կյանքով մինչև 2008 թվականը, երբ որ մարտի 1-ի դեպքեր, մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը ինձ առաջարկել է փաստավակ խմբի անդամի թեկնածությունը դրել, ունեցել ենք միջազգային մանդատ եւ Տիկին Սաֆարյանի հետ ստեղծել ենք 5 զեկույց, որը դարձավ մարտի 1-ի հիմնականում միեդի որոշման հիմքում ինքը հայտնվեց, որովհետև դրանք փաստերի վրա հիմնված զեկույցներ են, եւ 16 թվականին պարլամենտում ներկայացրել են որպես հիմնական զեկույցով մարտի 1-ի դեպքերը 18 թվականի փետրվարին, եթե չեմ սխալվում։ Դրանից հետո 18 թվականին եղավ Թավշյա հեղափոխությունը, ես դրա մեջ եմ եղել միշտ։ Այսինքն իմ ընդդիմադիր գործունեությունը ավարտվել է, երբ որ 18 թվականի հեղափոխությունը հաղթել է, երբ որ պարլամենտական ընտրությունները սկսվեցին, ունեցել եմ առաջարկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում եմ հայտնվել, դարձել եմ պատգամավոր, 7 տարի պաշտոնավարում եմ որպես հանձնաժողովի նախագահ, հիմա նոր ընտրությունների ենք պատրաստվում, ասեմ ձեզ, շատ է շարքվում Քոչարյան Անդրանիկը, անդադ ինչ-որ լրագրողների, այսպեսի բաների միջով։ Ի վերջո դիմել եք։ Բայց ասել եմ դա։ Այո, ես դիմել եմ։ Դուք կուսակցական եք։ Ոչ, ես որպես միշտ եղել եմ անկուսակցական։ Եվ ժամանակին, երբ որ ես պետք է 90 թվին գնայի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնի, այն ժամանակվա քաղաքական իշխանությունը Ղարաբաղ կոմիտեն այդպես էլ որոշել էր, որ ուսադիր գրող իսկ այն ժամանակ քաղաքական պաշտոն չէր, ես ուսադիր եմ գրել։ Իմ ոստիկանական կոչումը շնորհել է Պուգոն։ Չեմ ճանաչում։ եղավ սովետական միության ներքին գործերի նախարարներ։ Դա չի հարցը։ Դու ասես սովետական միությունը կար դեռ, երբ որ ես ստացել եմ պաշտոն ներքին գործերի նախարարությունում։ Իսկ հետագայում արդեն ամբողջ իմ կենսագրությունը առնչվել է իշխանություն, ընդդիմություն, ավելի շատ ես ընդդիմություն եմ եղել, քան թե իշխանություն։ Իսկ ընդդիմությունից հետո հիմա վերջին 7 տարին ես զբաղվել եմ այն գործով, ինչից սկսել են 90-ին։ Ես հիմա զբաղեցնում եմ այն պաշտոնը, ինչ որ զբաղեցրել է սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Ինքը եղել է Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, բայց 103 սենյակում։ Հիմա ես 411-ում եմ։ Ինչ որ է, այո, ես դիմել եմ շարունակելով իմ քաղաքական գործունեությունը, որտեղ իշխանության մեջ 7 տարի լինելով, մասնակից եմ եղել բոլոր անվտանգային ծրագրերի իրականացմանը, ի պաշտոն է դա պարտադիր։ Եվ շատ դեպքերում կարող եմ ասել, իմ կարծիքով հաջողել ենք։ Եթե նույնիսկ բանել չասեմ, երկու քննիչ հանձնաժողովի զեկույցներ ես համարում եմ դա աշխատանքի արդյունք։ Իսկ երաշխավորությունը ով է տվել ԿՊ-ից, Արմեն Խաչատրյանը։ Ոչ։ Կանխատեսել Դա եթե եք, շատ պետք է լինի։ իհարկե կանխատեսել։ Հետաքրքիր է։ Ես ձեզ ասեմ, ես կարող եմ վարչության ցանկացած անդամի դիմեի, որտեվ ես այդ իրավունքը ձեռք եմ բերել։ Իհարկե ամենահարմարը իմ տեղակալն էր Արմեն Խաչատրյանը, բայց ես որոշեցի, որ երաշխավորություն ինձ պետք է տա ֆրակցիայի նախագահը, որովհետև պարոն Կոնջորյանի հետ մենք շատ լավ ճանապարհ ենք անցել։ Եվ ֆրակցիայի ղեկավարը ինքը պետք է տեսներ ֆրակցիայում, եթե ինքը երաշխավորում է, ուրեմն աշխատանքը գնահատված է։ Անարդար չի, որ 1.5 միլիոն դրամ պետք է վճարեք։ Ոչ։ Ոչ կուսակցականների համար նկատի ունեմ էլի։ Ոչ։ Ինչի անարդար։ Ինչի կուսակցականները, երբ որ անդամավճար են մուծում, այսպես որ նայեք, իրանք շատ հավասար են։ Այստեղ կուսակցական եւ ոչ կուսակցական թիմային, ես թիմային մարդ եմ եղել միշտ։ Եվ հիմա այս թիմի հետ 18 թվականից հետո անցել եմ ճանապարհ, որը ունի շարունակություն, ես այդպես եմ գնահատում։ Հիմա շատերը ուզում են ասես բացկտեն, չէ, անվստահություն, այս անկուսակցականները դե իմ անուններ մի քիչ այնց շատ հնչողություն է տրված, այսպես թե այնպես, որը նաև անցած ճանապարհի եւ աշխատանքի արդյունք է։ Այո, ես երաշխավորությունը ստացել եմ Կոնջորյանից եւ դա ճիշտ է։
Այսինքն այն խոսակցությունները, որ դուք հնարավոր է հանրապետություն կուսակցության ցուցակով գնաք, իրականությանը չեն Հանրապետություն կուսակցությունում ես ունեմ շատ հիմնականում բոլորին բարեկամներն են, որտեղ կուսակցություն ղեկավարում մի մարդ, որը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, իրավահաջորդ, այսպես ասեմ, Արամ Սարգսյանն է, եւ այդ կուսակցության հետ նաեւ անցած հսկայական ճանապարհ ունեմ, ընդդիմադիր։ Էլ չեմ ասում վերջին հաշվով Վազգեն Սարգսյանի տան դռները միշտ մեր համար բաց է եղել։ Այդ կերպարը ինքը չկա, բայց ինքը մեր հետ է, իմ հետ է։ Այնպես որ հանրապետություն կուսակցություն ես շատ կուզեմ, որպեսզի մեր երկրում իշխանությունն էլ ունենա բովանդակային ընդդիմություն։ Ոչ թե աշխատանքից փախնող ընդդիմություն կամ հատվածական աշխատող։ Տեսեք, մենք խոսում ենք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին։ Չէ՞ որ քննիչ հանձնաժողովները ըստ սահմանադրության միայն այս հանձնաժողովը կարող ունենար, եւ այս հանձնաժողովի անդամները պարտավոր էին մասնակցեն։ Ինչ է նշանակում իշխանությունը ուզում է բան թաքցնել։ Եկեք չթողեք, եթե ուզում եք։ Ընդ որում քարորիայի ժամանակ ընդդիմությունը շատ լավ էլ մասնակցեց։ Եթե կար հատուկ կարծիքի հնարավորություն կտային։ Բա մեր փաստավակ խմբի զեկույցները մեկն է խմբի կողմից հրապարակվել։ Մյուս 4-ը հրապարակվել է, երբ որ խումբը լուծարել են, որտեղ տեսան, որ խումբը այնուամենայնիվ փաստեր է հավաքել։ Լուծարեցին, բայց ես եւ Ստիկին Սաֆանը մեր ինֆորմացիան այնքան շատ են հավաքագրած, դրա հիման վրա տվեցին եւս 4 զեկույց։ 030 հրամանը այդ հանակ բան էր, որ եկավ ընկավ իմ ձեռքը։ Հասկանալի է, շնորհակալ եմ շատ, պարոն Քոչարյան։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։